Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ նոր բանակցություններ կսկսվեն երկուշաբթի չեղարկելով զանգվածային հարվածների վերաբերյալ հայտարարությունը։ Նրանք գիտեին հարձակման մասշտաբները, քանի որ կանխատեսում էին դրա մոտալուտ լինելը, ասել է նա նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ, դրանք կսկսվեն երկուշաբթի կեսօրին։ Truth Social-ում ավելի վաղ արված գրառման մեջ Թրամփը պնդել էր, որ Իրանը եւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցները խնդրել են իրեն ձեռնպահ մնալ ցանկացած հարձակումից, քանի որ գործարքի հիմնական մասը համաձայնեցված է։ Իրանը դեռևս չի արձագանքել Թրամփի հայտարարություններին։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի խաղաղ կարգավորումը մոտ է, սակայն ի պատասխան հարվածները վերսկսվել են։ Ինքնաթիռում ունեցած զրույցում Թրամփը հրաժարվել է Թեհրանի հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետ նշել, հավելելով. «Կտեսնենք, թե ինչպես կընթանա, մենք պատրաստ ենք գործել ցանկացած պահի, ես մարդկանց չեմ սպանելու»։ Թրամփը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Կատարը եւ այլ գործընկերներ կոչ են արել ձեռնպահ մնալ հանգստյան օրերին հարվածներ հասցնելուց։ Մենք լիովին պատրաստ էինք բանակցելու։ Նրանք հարցրել են, քանի որ կարծում են, որ համաձայնագիրն արդեն կնքվել է։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրն արդեն կնքվել է եւ միջուկային համաձայնագիր կկնքվի, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը դեռևս չի նշել երկուշաբթի օրվա բանակցությունների վայրը կամ հավանական մասնակիցներին։ Օդանավում Թրամփը նաև հայտարարել է, որ նախապես զգուշացված հարձակման նախատեսված հարվածները կլինեն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ հարձակումը եւ կարող են խաթարել ամիսներ տևած պատերազմի բանակցային կարգավորման ցանկացած հեռանկար։ Այնուամենայնիվ նա հավելել է, որ հարձակման չեղարկումը կլինի ամբողջ աշխարհի ապագա բարօրության եւ հաջողակ ու բարգավաճ Իրանի գոյատևման համար։ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա պլանավորում է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչը միջազգային իրավունքի փորձագետների կարծիքով կարող է համարվել ռազմական հանցագործություն։ Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Էլ-Ռեզան նախկինում հայտարարել էր, որ Թեհրանը իր հակառակորդներից եկող ցանկացած սպառնալիք համարում է իրական եւ հավաստի, նույնիսկ եթե դա հոգեբանական պատերազմի մի մաս է։ Մենք թույլ չենք տա, որ մեզ անակնկալի բերեն եւ պասիվ չենք մնա, հավելել էր նա։ Պաղեստինյան Համաս շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարձակումների դիտավորյալ սրացումը նպատակ ունի խոչընդոտելու միջնորդների, այդ թվում ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Համասի որակմամբ Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հանցավոր եւ խելահեղ ռմբակոծությունները ընտանիքներ են ոչնչացրել։ Շարժումը կոչ է արել միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել ճնշում գործադրելու Իսրայելի վրա դադարեցնելու նման գործողությունները։ Համասը նման հայտարարություն է տարածել, երբ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 19 պաղեստինցի։ Ավելի վաղ Խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ Համասը պաշտոնապես պարտավորվել է հրաժարվել բոլոր զենքերից, որին կհաջորդի Իսրայելի զորքի դուրսբերումը Գազայից։ Հունաստանում խոշոր անտառային հրդեհ մարելու աշխատանքին մասնակցող երկու հրշեջ ուղղաթիռ բախվել է միմյանց, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Աթենքից հյուսիս-արևմուտք բռնկված հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն։ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալով ուղղաթիռներից մեկում գտնվող երկու անձ Հունաստանի եւ Դանիայի քաղաքացիներ զոհվել են, իսկ մյուս ուղղաթիռի անձնակազմի երկու անդամները Հունաստանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ ողջ են մնացել։ Reuters-ը հայտնել է, որ դեպքի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։ Այս ամռանը Եվրոպան բախվել է լայնածավալ անտառային հրդեհների ռեկորդային շոկի եւ տեղումների սակավության ֆոնին։ Գիտնականների գնահատմամբ նման պայմաններն ավելի են սրվել կլիմայի փոփոխության հետևանքով։ Ֆրանսիայում եւ Իսպանիայում մոլեգնող ավերիչ հրդեհները հանգստյան օրերին որոշ չափով թուլացել են, սակայն Հունաստանում հարաբերական անդորից հետո կրկին մի քանի նոր հրդեհ է բռնկվել։ Հրշեջ ծառայության հաղորդմամբ ուղղաթիռների բախումը տեղի է ունեցել Ատտիկայի մարզի Փսաթայի շրջանում։ Տեղական լրատվամիջոցների տվյալով նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հրդեհը հավանաբար առաջացել է էլեկտրական հաղորդալարերից առաջացած կայծերի պատճառով։ Իսպանիայի Սեուտա անկլավ Մարոկոից միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 72-ի, երբ Աֆրիկայի հյուսիսային ափերին հայտնաբերվել է եւս 5 մարդու մարմին, հայտնել է Reuters-ը։ Ավելի քան 50,000 մարդ ցամաքով եւ ծովով հատել է Սեուտայի սահմանը աննախադեպ ներհոսքի ընթացքում, որը սկսվել է հուլիսի 30-ին։ Սեուտան Եվրամիության եւ Աֆրիկայի ցամաքային ընդամենը երկու սահմանից մեկն է։ Տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ամբողջ Եվրամիությունում։ Իսպանական իշխանությունների տվյալով շուրջ 48,000 մարդ 48 ժամվա ընթացքում վերադարձել է Մարոկո, իսկ հանգստյան օրերին վերադարձածների թիվն աճել է։ Սեուտայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Միգել Անխել Պերեսը լրագրողներին հայտնել է, որ բացի 72 զոհից առողջապահական ծառայությունները բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 1000 մարդու։ Նրա խոսքով անկլավում իրավիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն բնականոն կյանքն ամբողջությամբ վերականգնելու համար դեռ աշխատանք կա անելու։ Դավիթ Մուրադյան, լուրեր։